1917 թվական, Ռուսաստան։ Պատկերացրեք մի երկիր, որը բառացիորեն փլուզվում է։ Պատերազմը քայքայել է ամեն ինչ, մարդիկ հուսահատված են, իսկ իշխանությունը անզոր։ Դե, ճիշտ այսպիսի պահին է, որ պատմության բեմ է դուրս գալիս մի ուժ, որը խոստանում է ամեն ինչ, բառացիորեն ամեն ինչ փոխել։ Բայց եկեք հասկանանք, իսկ ինչպես է մի ամբողջ ազգ հասնում փլուզման եզրին։ Գիտեք, սա ուղղակի ռետորական հարց չէ։ Երբ պետական ինստիտուտները այլևս չեն աշխատում, երբ ժողովուրդը կորցնում է իր վերջին հավատը, երբ երկիրը ներսից ուղղակի մաս-մաս է լինում, հապա ինչ է գալիս դատարկությունը լցնելու։ Որովհետև միշտ այդպես է։ Քաոսի պայմաններում միշտ հայտնվում է մեկը, ով ունի հստակ ծրագիր։ Եվ 1917-ին այդ ծրագիրն ունեցող խումբը ոչ միայն պատրաստվում էր վերցնել իշխանությունը, այլև փոխել ամբողջ աշխարհը։ Լավ, եկեք պատկերացնենք իրավիճակը։ 1917 թվականին Ռուսաստանը նման էր վառոդի տակառի, որի պատրուժն արդեն վառվում էր։ Առաջին համաշխարհային պատերազմը երկիրը հասցրել էր լիակատար հյուծվածության, իսկ ներքին խնդիրները օր-օրի խորանում էին։ Այս ամենը միասին ստեղծել էր մի իրավիճակ, որը պարզապես չէր կարող երկար տևել։ Պատերազմը միլիոնավոր կյանքեր էր խլել։ Քաղաքներում մարդիկ բառացիորեն սոված էին։ Տնտեսությունը փլուզվում էր, իսկ ժամանակավոր կառավարությունը, որը իշխանության էր եկել փետրվարյան հեղափոխությունից հետո, ուղղակի անզոր էր որևէ բան փոխել։ Մի պահ փորձեք գիտակցել այս թիվը. 2 միլիոնից ավելի զինվորական զոհ։ Սա ուղղակի վիճակագրություն չէր, չէ՞։ Սա ազգային աղետ էր։ Գրեթե չկար մի ընտանիք, որին այս պատերազմը չէր դիպե, ու բնականաբար խաղաղության պահանջը գնալով ավելի ու ավելի էր բարձրաձայնվում։ Դե հենց այս համընդհանուր հուսահատության ու դժգոհության մեջ էլ բոլշևիկները հանդես եկան մի ուղերձով, որն ուղղակի չէր կարող աննկատ մնալ։ Նրանք շատ լավ հասկացան, թե իրականում ինչ է ուզում ժողովուրդը։ Հակադրությունը չէր կարող ավելի պարզ լինել, իրոք։ Մի կողմում ունենք ժամանակավոր կառավարություն, որը համառորեն շարունակում է մի անիմաստ պատերազմ ու կարծես թե չի էլ լսում ժողովրդի պահանջները։ Իսկ մյուս կողմում բոլշևիկներն են, իրենց շատ հստակ, շատ պարզ խոստումներով, որոնք ուղղված էին մարդկանց ամենացավոտ խնդիրներին։ Սա ուղղակի հաջող կարգախոս չէր, սա հույսի բանաձև էր։ Խաղաղություն, ճակատում կռվող հոգնած զինվորների համար, հող գյուղացիների համար, որոնք դարեր շարունակ դրա մասին էին երազում, եւ հաց քաղաքի սովի մատնված բանվորների համար։ Սա ուղղակի կատարյալ ուղերձ էր ամենաճիշտ պահին։ Եվ այսպես, ունենալով ժողովրդի աջակցությունը, բոլշևիկները պատրաստվում էին գործել։ Բայց սա պետք է հստակ հասկանալ, սա քաոսային փողոցային ապստամբություն չէր։ Ոչ, սա մանրակրկիտ մշակված, կարելի է ասել վիրահատական ճշգրտությամբ իրականացված գործողություն էր։ Նրանց մոտեցումը հանճարեղ էր իր պարզության մեջ։ Նրանք չփորձեցին միանգամից գրավել ամբողջ քաղաքը։ Փոխարենը նրանք հարվածեցին քաղաքի նյարդային կենտրոններին՝ կապ, տրանսպորտ, էներգիա, տեղեկատվություն։ Մեկը մյուսի հետևից այս կետերը վերահսկելով, նրանք պարզապես շախ եւ մատ արեցին կառավարությանը, մեկուսացնելով նրան։ Ձմեռային պալատի գրոհն արդեն ուղղակի վերջին տրամաբանական քայլն էր։ Եվ այդպես ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, գրեթե առանց լուրջ արյունահեղության, Պետրոգրադում ամեն ինչ փոխվեց։ Հին կառավարությունը պատմություն դարձավ։ Իշխանությունն անցավ սովետներին։ Վերջ, հեղափոխությունը կայացել էր։ Բայց հասկանալի է, որ իշխանությունը զավթելը մի բան է, այն պահելն ու նոր երկիր կառուցելը բոլորովին այլ։ Իրական մարտահրավերները դեռ առջևում էին։ Ուրեմն, ինչ եղավ հետո։ Ինչպես այս ամենը փոխեց Ռուսաստանը եւ աշխարհը։ Դե, հեղափոխությանը անմիջապես հաջորդեց 4 տարի տևած դաժան ու արյունալի քաղաքացիական պատերազմ։ Կարմիրները, բոլշևիկները, կռվում էին իրենց բազմաթիվ թշնամիների, սպիտակների դեմ։ Այս պատերազմում հաղթելուց հետո նրանք վերջնականապես ամրացրին իրենց իշխանությունը եւ 1922 թվականին ստեղծեցին մի նոր պետություն՝ Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միությունը, ԽՍՀՄ։ Իսկ փոփոխությունները նարմատական էին։ Ամբողջ տնտեսությունն ու արդյունաբերությունը անցավ պետության ձեռքը։ Հողը տրվեց գյուղացիներին։ Իրականացվեցին լայնածավալ սոցիալական բարեփոխումներ կրթության, առողջապահության ոլորտներում, բայց ազդեցությունը շատ ավելի մեծ էր, քան միայն Ռուսաստանի սահմանները։
Այս հեղափոխությունը ոգեշնչեց սոցիալիստական շարժումները ամբողջ աշխարհում եւ ի վերջո դրեց 20-րդ դարի գլխավոր գաղափարական հակամարտության սառը պատերազմի հիմքը։ Այսպիսով, ո՞րն է այս ամենի գլխավոր դասը։ Ինչ ցույց տվեց հոկտեմբերյան հեղափոխությունը։ Այն ապացուցեց, որ երբ հստակ գաղափարը միանում է անթերի կազմակերպվածության հետ եւ արձագանքում է ժողովրդի իրական պահանջներին, այն կարող է ոչ միայն տապալել կառավարություններ, այլև ստեղծել բոլորովին նոր իրականություն։ Եվ գիտեք, այս հարցը արդիական է նաև այսօր։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ կազմակերպված գաղափարը կարող է լինել ամենահզոր ուժը, որը կարող է թե կառուցել, թե ավերել աշխարհներ։ Հարցն այն է, թե ով է կազմակերպողը եւ որն է այդ գաղափարը։